Ես խորապես համոզված եմ, վաղ թե ուշ հաջորդ իշխանությունը կլինի, դրան հաջորդող իշխանությունը կլինի, ով ուզում է լինի, ինչպիսի ժամանակ էլ գա, ես խորապես համոզված եմ։ Շուշին, Արցախը, Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում բոլոր ձախողածները, մեր երկիրը այսպիսի կռախի առաջ կանգնեցածները, որոնց գործունեության հիմքում առկա կլինեն քրեական օրենքով արգելված արարքներ, ովքեր դավաճանել են մեր երկրին, ովքեր գիտակցաբար մեր երկիրը տարել են պարտության, ովքեր ուղղակիորեն խափանել են Արցախի հակամարտության կարգավորման արժանապատիվ գործընթացը, ովքեր 20 տարի շարունակ, 30 տարի շարունակ ունեցել են հնարավորություն լուծելու Արցախի հարցը արժանապատիվ կերպով ու չեն լուծել, վաղ թե ուշ պատասխան են տալու մեր ժողովրդի առաջ, մեր հասարակության առաջ։ Ավելին, քանի որ Շուշիի ազատագրման օրն է, ուղղակի կենտրոնանանք Շուշիի վրա։ Ես խորապես համոզված եմ, ես վստահեցնում եմ ձեզ, մեր իշխանության գալու դեպքում Շուշին Ադրբեջանին հանձնած բոլոր հանցագործները պատասխան են տալու, ցմահ ազատազրկման են դատապարտվելու, որպես հայրենիքի դավաճաներ։ Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Մեծից փոքր, անկախ նրանից ովքեր են, ինչ ռանգ են, ինչ կարգավիճակ ունեն, ինչ կոչումներ ունեն, ինչ քաղաքական պաշտոններ են զբաղեցրել եւ անկախ նրանից ինչպիսի ծառայություններ են մատուցել Հայաստանի Հանրապետությանը։